շինարարական բումը փուչի կա, թե դա կաշխատի։ Բոլոր կառուցապատողների հանդեպում իմ ունեցած մեծ հարգանքի հետ մեկտեղ փուչիկ չի, բայց կարա դառնա փուչիկ, եթե դուրս չգա Երևանի կենտրոնից ու ընդհանուր առմամբ Երևան քաղաքից։ Կա sense միտում, որ 1-2 տարի ու այդ 2 տարին պետք է օգտագործենք, որ դուրս բերենք Երևան քաղաքից, որովհետև իհարկե կան քաղաքներ, մարզեր, որտեղ կա դրա կարիքը։ Հենց Արարատ քաղաքում վարձով բնակարան չես կարող գտնես։ Բնակ ֆոնդը ցածր է, որովհետև նոր շենքեր չկան։ Ինչ էլ որ կա, սովետից մնացած շատ դեպքերում վթարային շենքերն են, որտեղ մարդիկ Այդ լուրջ խնդիր է։ չեն ուզում, հա։ Այդ նույն եկամտային հարկը, որ դուրս եկավ Երևանից անցավ մարզեր, դա էլ է որոշակի գործիք, որը մեզ օգնելու է գնալ դրան, բայց դա շատ քիչ է։ Ինչն է խնդիրը, որ Երևանում, այլ ոչ թե մարզերում, ինքնարժեքը։ Եթե կառուցապատողը սարքի ու ստանա նույն ինքնարժեքը, ինքը չի կարող ավելի էժանով վաճառել, իսկ բարձա, որ քաղաքներում, ռայոններում պետքա գինը էժան լինի, որ մարդիկ իրենց կարողանան թույլ տալ, անգամ բնակարան ունեցող մարդը միշտ ուզում է, չէ՞, ինչ որ թարմություն, փոփոխություն, որ կարողանան իրենց թույլ տալ, ասենք իրենց բնակարանը վաճառել, փոքր ներդրում անել այդ գումարի վրա, տեղափոխվել նոր բնակարան։ Այս հնարավորություն չկա այսօր կառուցապատողների համար ավելի մատչելի գնով սարքել օրինակ Արարատի մարզում, Կապանում կամ այլ տեղերում։ Կա, բայց այն հնարավորությունը չի, որ իրանք կարողանան այդ ռիսկին գնալ։ Ռիսկը շատ մեծ է։ Ինչի ռիսկը։ Ձախողելու, չվաճառելու։ Հա, շենքը չվաճառելու։ Շենքը չվաճառելու, այո։